Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեզ հետևողներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք նաև դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրատապ հրավեր ընդունելու համար, որովհետև նախնական պայմանավորվածություն չունենք, բայց իրավիճակից ելնելով կարծում եմ, որ այսօր ձեզ հետ կարող ենք քննարկել Իրան-Իսրայել այս հակամարտությունը։ Իսրայելը փաստորեն գիշերը ժամը 3-ին արդեն հարվածներ հասցրեց Իրանի զինվորական միջուկային օբյեկտներին, սա եղավ Իրան-Միացյալ Նահանգներ հերթական բանակցային փուլից առաջ։ Ինչու չհամբերեցին, ինչու փորձեցին այս իրավիճակով փաստորեն կանխել այդ միջուկային զենքի հետ կապված այս գործողությունը, ձեր տեսակետը եւ որպես զինվորական նաև կցանկանայի իմանալ, ինչպես ստացվեց, որ հենց թիրախավորվեցին բարձրաստիճան զինվորականները եւ կարողացան, այսինքն նրանք հիմա արդեն կենթանի չեն, զոհվեցին այդ մարդիկ հենց այդ հարձակումների ժամանակ։ Ինչպես ստացվեց, որ նրանց անվտանգությունն էլ պաշտպանված չէր, դրան գիտնականներ են, բարձրաստիճան զինվորականներ էին։ Նախ առաջ ողջունում եմ մեր հայերին, բոլոր որ հոգեբեսություն են։ Նախ առաջ պաստերելը հաստատված չեն։ Այսինքն զոհերի մասին, բարձրաստիճան զոհերի Հələ Պարսկաստանը չի հաստատվում, այդ առաջին դե իսրայելական եւ արևմուտքի ԶԼՄ-ներ են ասում դրա մասին։ Ես խամբոջ գիշեր մեծ մարդկանց կապի մեջ եմ եղել, չնայած 3 առաջի օր էլ զինվորականներ բարձրաստիճանի մարդիկ զանգել են խորհրդակցել են, ինչ ես մտածում, սկսել են դա չէ, ես ասել եմ միանշանակ այո, պատրաստ եղեք։ Այդ սաղ պարզերևում է, որ հարձակում ելնելու բան։ Բացի դրանից, եթե դուք հիշում եք, ես արդեն 2023 թվականից ասեցի, որ եթե Տրամփը դառնում է նախագահ, սենց ուշտաշուտ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու նույն այն տարածաշրջանում էլ որտեվ որ մի հատ նախագահ գալիս է ու մտածում է որ պաշտոնի նախագահը իրան պաշտոնի բան բիզնեսի պաշտոնն է մենակ փողի մասին է խոսում չհասկանալով որ միացյալ նահանգների շատ կարևոր ու շատ մեծ պետություն է ու շատ մեծ դեր է խաղում աշխարհում ինքը ասում է ստեից դուրս եմ գալի Եվրոպայից գնում եմ արաբական երկրներից դուրս եմ գալի Աֆղանստանից դուրս են եկել Սիրիայի տերորիստական ամնուսրային այդ տերորիստական խումբերը որ կան որ մեր դեմ պատերազմ են տարել Ղարաբաղում իրան ասում է լավ տղա է շատ դուր նա եկել sense տղերք են պետք բայց նաև ասում էր որ գալիս եմ խաղաղությունը հաստատելու չէ որտեղ կան այդ թեժ կետերը չի կարող խաղաղություն բեր հասկանում եք եթե մարդ չհասկանում որ ինքի միացյալ նահանգների նախագահն է ոչ թե բիզնեսմենն է եկել դեղ ինքը մտածում է Ամերիկան եթե շուկան է Ամերիկա աշխարհում մեծ դեր է խաղում համ տնտեսական գծով համ ռազմաքաղաքական գծով Հիմա ուզում եք ասել Իսրայելը սպասել է Թրամփին Այո Հենց կուշների մասին չեմ ասում Իրան այդ բաները երեք նայեք մակում ինչ է կատարվել ամբողջ աշխարհը հələ կյանքում sense բան չի եղել 47 թվականից սկսած որ 99% պետություններ ձայն են բացացել Իսրայելի դեմ հələ sense բան չի եղել կյանքում 47 թվականից սկսած որ իրանց պետությունը ստեղծել են Քանի որ հիմա միացյալ նահանգներում ոչ թե նախագահ է ինչ որ մի հատ կերպարը որ մակուր sense ասեմ բիզնեսմեն է կիմնակ փողի մասին է մտածում եկել են Հայաստան եկել չի եկել Ամերիկայի ուժղացնի կամ ինչ որ բան մենք շատ Իսրայելը թելադրեց միացյալ նահանգներին այս նկատի ունեք ավելի շատ ում վրա ազդեց իրանց լոբիստական խմբերի շատ մեծն շատ ուժեղ են շատ դժվար է Քալեր ինքը այդ լոբիստական խմբերի դեմ շատ դժվար է Ամերիկայում ահագին մարդկանց են ճանաչում եւ կոնգրեսում եւ սենատում տարբեր կառույցներում բայց մենք ճանաչում ենք անգլոսաքսոններին կամ դրանք ազգության իռլանդցի են իռլանդացի են դրանք լրիվ ուրիշ ձև են մտածում ու դրանք ասում են մենք պիտի պայքարենք հենց միացյալ նահանգներում Իսրայելի դեմ որովհետեւ օկուպացվել են մեր երկիրը Այդ ես ասում եմ նույն կոնգրեսմեններ են ասում, նույն սենատորներ են ասում այդ բաները։ Հիմա պարզ երևում է արդեն սենց ասեմ, հələ ինչ որ կապված սպանությունների հետ ես չեմ հաստատում,
միգուցե sense բան կա, եթե նույնիսկ Պարսկաստան կհաստատվի, որ իրոք բագերին զոհվեց, հետո իրանց հատուկ ծառայությունների պետը ելն սպանել, այն ժամանակ մենք ուրիշ բան կվերլուծենք, հասկանանք ինչ է կատարում, այդ ոնց են ստացվեց։ Բայց նույն մի բան պիտի նշեմ, Իսրայելի նախորոք Իրան հետախուզական խմբեր, նույնը Մասադը, ռազմական հետախուզներ, վաղուց մտել են Պարսկաստան։ Նախորոք դեղ ամեն ինչ պատրաստել են, նույն ԱՏՍ միջոցներ են բերել, նույն հատուկ տեխնիկական միջոցներ են բերել, որ իմպուլսներ է տալիս, սիգնալներ է տալիս, ռակետներ որ գալիս են, տենում են այդ նշանը կա, խոսքյունակ շենքի կողքը դնում են մի հատ տեխնիկայի համակարգից, փոքր, այսինքն կարող է ժամացույցի sense նման բան։ Ինքը սիգնալ է տալիս, ռակետեն գալիս է, իրան որ այդ սիգնալին բռնում է ու խփում է։ Այսինքն ներսում արդեն իրենք պատրաստված են եղել, վաղուց պատրաստված են եղել։ Վաղուց պատրաստ են եղել, այն ինչ որ կատարվում է, ես էդի պարզ վերլուծում եմ։ Իսկ այդ պատրաստվածությունը նաև Իրանի կողմից ինչ որ մարդկանց միջամտությամբ է արվել, թե հենց իրենց են արվել։ Նույն իրանք ներսի գործակալների միջոցով, որովհետև Պարսկաստանում համ հատուկ ծառայություններում, համ իշխանությունում, համ բանակում կա մարդիկ, որ ուզում են արևմուտքի հետ արաբերությունները լավացնեն ու այատոլոգներին դեմ են դրանք, ասենց ասեմ։ Բայց այդ ամեն ինչ նոր սկսվում է, ինչ որ մենք տենում ենք ուժեղ պատասխան չկա, հələ չեն պատասխանում։ Դե այդ 100-ում բարձրացան։ Էդի հələ ոչ մի բան, հələ Պարսկաստանը հələ պատասխան չի տվել, մենք չգիտենք կլինելու հա չէ, բայց մի բան պիտի նշենք։ Սենց ասեմ։ Եթե սեն շարունակելու ոնց որ հիմա շարունակում է այդ ամեն ինչը, մենք կարանք ասենք, որ Պարսկաստան, եթե դրանք շատ ուժեղ վնաս չբերեն, եւ Ամերիկայի բազաներ իրանց դեր որ Իրաքում դրված է, եթե մեծ վնասներ չեն բերի համել Իսրայելի տարածքի մեջ, եթե ոչ մի բան Պարսկաստանը չի անելու, մեր համար էդի վատ է, ասեմ ինչու համար։ Այդ նշանակում է Պարսկաստան որպես տարածքային playmaker-ը, այսինքն խաղողը, ջնջվում է։ Այսինքն այլևս աշխարհում ոչ մեկը ուշադրություն չի դարձնել Պարսկաստանի, համարվել են որ շատ թույլ պետությունն է, ինչու համար մեր համար էդի շատ վտանգավոր է։ Այդ նշանակում է Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձում է համար 1, այլևս դեմադրող ուժ չկա իրանց դեմ։ Այդ նշանակում է այլևս մուսուլմանական երկրներում մնում է երկու պետություն՝ Սաուդի Արաբիան եւ Թուրքիան։ Այսինքն հիմա Պարսկաստան խանգարում է բոլորին ու վախեցած են։ Եթե հիմա Պարսկաստանը ուժեղ պատասխան չի տալիս, նշանակում է Պարսկաստանը որպես տարածքային պետությունը ջնջվում է, դառնում է 0, զորացնում են իրան։ Դա համար ուշադիր նայում ենք, բայց այդտեղ մեր համար ուրիշ վտանգներ էլ կա։ Քանի որ մոտավորապես մի քանի օր առաջ, 5-6 օր առաջ իրանց հատուկ ծառայություններ կարողացել են Իսրայելից շատ լուրջ փաստաթղթեր անեն, գաղտնի փաստաթղթեր։ Ու ստացվում է, որ Մագատեի ղեկավարը, որ ատոմային կոնտրոլի անում է ցախ, զենք, զինամթերք, այդ ատոմակայաններ, բան։ Պարզում այդ փաստաթղթից, որ Իսրայելի գործակալն է, աշխատում է, այսինքն ինքը միջազգային կառույցն է, չէ, ինքը գալիս է Հայաստանն է գալիս, որտեղ ատոմակայան կա, այդ աղջիկը գալիս է, ստուգում է, նայում է, խորհուրդներ է տալիս կամ գնահատում է, դու ուզած, քանի որ համաշխարհային կառույցն է, ոչ թե Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին կամ Հայաստանին կառույցն է, միջազգային։ Ինքը դուք իրան բացում ձեր տարածքը մտնում է, սա գալիս, ստուգում է, հետո գալիս, սա լրիվ ինֆորմացիան փոխանցում է հակառակորդին։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Ու ես մի քիչ ծանոթ եմ այդ փաստաթղթերի մեջ ինչ նշած է եղել։ Մեր մասով նշումներ կան։ Այո։ Դեռ
կա իրանց բաները փաստաթղթեր, որ գրավոր Ադրբեջան եւ Իսրայել իրար մեջ բաներ են գրում, ուղարկում են, քննարկում են։ Ձեր պլանների մեջ կա, որ եթե մենք լայնամասշտաբ սկսենք Իսրայելի դեմ, Պարսկաստանի դեմ, ցանկալի է, որ Ադրբեջան հարավային Հայաստանը ճղվում է ու սահմանը փակում է, որ Պարսկաստան չի կարող մտնել սերծով, մեր միջոցով։ Կամ եթե մենք չենք սկսելու, երկու տարբերակ են տողվել։ Եթե մենք չենք սկսում Պարսկաստանում, դրանք քննարկում են, եթե Ադրբեջանն է սկսում առաջինը, քանի որ Պարսկաստան ասեց, սահմանը չի կարող փոխվի, Հայաստան եւ Պարսկաստանի սահմանը չի կարող փոխվի։ Մենք կօգտագործենք, եթե Պարսկաստանը խառնվում է ռազմական գործերով այս հարցի մեջ, մենք բան ենք անում, մենք ենք խառնվում, իբրև ցեզ օգնում ենք, Թուրքիան էլ է խառնվելու, այսինքն նախորդ պատրաստել է միած սադրեն, որ ձգեն Պարսկաստանի պատերազմի մեջ ու երկրորդ կողմից սկսեն։ Այսինքն մի տարբերակ ընդ եթե Իսրայելն է սկսում, Ադրբեջանը այստեղ շարունակում է, եթե Իսրայելը չի սկսում, Ադրբեջանն է սկսում, ձգում են Պարսկաստանի պատերազմի մեջ, խառնվում է Թուրքիան եւ խառնվում է Իսրայել ու ուրիշ կողմից։ Այդ փաստաթղթերի մեջ այս բաները կա։ Եվ դրա մասին ովքեր գիտեն։ Հայաստանում։ Թե Հայաստանում, թե մնացած մեր մասով դուք ասացիք։ Մեր մասով նշանակում է ուրիշների մասով էլ այդ փաստաթղթերում կա որոշակի ինֆորմացիա։ Հայաստանում իմաստ չկա ինչ որ մեկին այդ ինֆորմացիան փոխանցել։ Բայց հիմա դուք ասացիք այդ հրապարակավ իմաստ էլ չկա։ Հասկանում եք։ Այսինքն իմաստ չկա, որովհետև մտածում եք, որ իշխանությունները անտարբեր են եւ ոչինչ էլ չեն կարող ձեռնարկել։ Ես չեմ ասելու ոնց ինչ։ 23 թվում մայիսին ու հունիսին ես որ փոխանցել եմ նախորդ որ հայերին Արցախի դեպորտ են անելու ու պատերազմալնում մոտորապես եմ ասել դաժե sense ասեմ երկու շաբաթ է մնում մեջև պատերազմը ես արդեն ասում եմ փոխանակ այդ ինֆորմացիան վերցնեն օգտագործեն որ ու պատրաստելն են այդ ինֆորմացիան վերցրել են ու փակել են Էնել sense են փակել, որ իրավունք չունես այդ թեմայով խոսես։ Հիմա էլ հայտարարում եք, որ սա դրանք կա պատրաստված Հայաստանի դեմ։ Միշտ էլ կա։ Հիմա նայեք, այստեղ մի քանի հատ բաներ, նոր մի քանի բաներ է բացում Հայաստանի մեջ։ Այսինքն նայեք։ Այսօր առավոտ դրան խփել են մի հատ քաղաք, իրանց մոտ կոչվում է Նաթանզա։ Նաթանզային, այո։ Ատոմային կենտրոնն անդեղ, չէ։ Դեր փորձ են անում, բան են անում, ինստիտուտներ կան։ Հիմա անդեղ խփել են։ Նայեք, գիտեք քանի կիլոմետր Հայաստանից։ 500 կիլոմետր։ Այդ առաջինը։ Երկրորդը, ինչ է բացում նոր այդ խնդիրներ։ Բացում է, որ մենք չունենք մոնիտորինգի վերլուծական կենտրոն։ Այդ նշանակում է, նայեք, բանակում անգրակետներ, գլխավոր շտաբում անգրակետներ վեր են գացեն, հիմա բացատրեմ ինչու, ներքին գործեր նախարարությունում, այս ինտելեկտուալ կենտրոններ չկա, դրանք մտածում են, նայեք, մեր ներքին գործերի նախարար, Бид հասկանա ինքի ոչ թե միայն քրեական բանը, կրիմինալ գործերով ասբաղում, հակակոռուպցիական, նարկոտիկի պայքարելու դեմ, եթե արդեն համարվում է ներքին ավանդանգություն նախարարությունն է, որովհետև կրիմինալը էլ ավանդանգությունն է։ Ու այդ մեր գաղափարն է, որ դրանք մենակ ոստիկաններ են, հականարկոտիկների պայքար, կոռուպցիայի պայքար, հակակոռուպցիական պայքարը կրիմինալիտետի պայքար, դրանք մտածում են, որ դրանով ամեն ինչ սահմանափակվում է։ Ներքին գործերի նախարարությունը պիտի հասկանա, դրանք ոչ թե նախարարություն են, դրանք ինտելեկտուալ կենտրոն պիտի դառնան, այսինքն նայեք, ես մա բացատրում եմ ինչ նախարարը, կամ չի հասկանում, կամ իրան խորհրդականներ, տեղականներ,
նու բարձա որ դրանք շատ հերու մարդիկ են ոստիկանների այդ համակարգից հասկանան 5 կիլոմետր այդ ատամային կենտրոնը Հայաստանից 500 կիլոմետր հա ուրեմն դրանք ունեն ճգնաժամային վարչություն նախկին նախարարությունը եղել մա վարչություն են ստեղծել մենք էլ ունենք RХBZ այդ բանն ռադիոհիմ ու բակտերիոլոգիա պաշտպանական զորք մենք ունենք մեր ատանակայանում մասնագետներ հիմա դրանք ինչ պիտի անեն քանի որ նայում են արդեն մի շաբաթ մի քանի օր Իսրայելը ասում է ես խփելու եմ ամբողջ Իրան ատամային կենտրոնների իրա չէ հարձակվելու եմ զինվորական միջուկային այսինքն դա ինչ նշանակում բայց դա ռադիացիա են առաջանում ռադիացիան ինչ պիտի առաջարկի եթե գլխավոր շտաբը պետք է դենքի պարզինքից էս բաներից շատ հերու մարդա Պակյանի մասին վաշի չեմ ասում Նիկոլի մասին մոռանանք ավատանկության խորհուրդ կարտողարել չունենք դա շատ ցածր մակարդակի մարդիկ են ինչ պիտի անի ներքին գործերի նախարար ներքին գործերի նախարար առաջարկում է բանակ դուք ունեք RХBZ-ի զորք ռադիոհիմիայի բակտերիոլոգիայի անվտանգությունը պաշտպանում Ես ունեմ ճգնաժամային վարչություն ունենք ԱՑ-ն դրանք բոլոր դեպքերում պիտի վերլուծական բան ունեն բաժին ունեն դեպարտամենտ ունեն չգիտեմ ինչ ունեն ռազմետքի մասին չեմ ասում ուրեմն նախարարը պիտի առաջարկի քանի այդ ներքին անվտանգությունն է ներքին ինքը ասում առաջարկում եմ մի հատ խումբ ենք ստեղծում համատեղ մոնիտորինգի խումբ դուրս են գալի գնում ենք առաջ Այդ հոտի բաներ ենք վերցնում, նայում ենք, ստուգում ենք ամեն օր նմուշներ ենք վերցնում, կա ռադիացիա, չկա ռադիա, եթե կա, ուրեմն հասկանում եք ինչ ենք անում նախորդ դեռ պիտի այդ մեր զորքերի մասնակիցներ կան, մեր ճգնաժամային վարչության պետը իրան տեղակալներով կամ իրան տեղակալներ գնում են դեռ թիմ են ստեղծում սահմանում ու պիտի հասկանան, եթե գալիս այդ ռադիացիան, ոնց ենք պայքարում, ժողովուրդ այդ ինչ ենք անում, հանում ենք այդ տարածքը փակում ենք Պարոն Պողոսյան, գուցե արվում եմ դուք տեղյակ չեք կամ վստահեք որ չի արվում ոչ մի բան միլիարդ տոկոս դες ասում եմ չկա sense բան Հայաստանում եթե նախ վարչապետը էս սաուդերի իրավիճակում այդ ինչ է նշանակում նայեք եթե Պարսկաստանը իրա պիտի հարձակվեն ու ամբողջ սա որ դրա մասին Իսրայելը ասում է արդեն միասնական նախագներ Իրաքից ուրիշ տարածաշրջաններից էվակուացիա անում, Բրիտանիան զգուշացնում ան, հավերի հանուման դեից բան չէ, դա լուրջ նշաններ է։ Այս պայմանում, եթե դու հասկանում ես, կարող է Պարսկաստանը իր հարձակվեն, հակառակորդ Ադրբեջանը կարող է այդ բանը օգտագործի մեր դեմ, դու գնում ես Չեխիա, որպես ինչ գարի ջուր խմես, ուրեմն դա ինչ է նշանակում։ Այսքան չեն հասկանում ինչ է կատարվում, այսքան լուրջ չեն ընդունում, դուք էլ ասում եք դրանք ճգնաժամային ինչ-որ մի հատ խումբ են ստեղծել ներքին գործերի նախարար, գլխավոր շտաբը պետ, ազգային անվտանգության ծառայություն, համատեղ անվտանգության կարտուղարի հետ նստել են, քննարկել են, անվտանգության նիստ է եղել փակ ռեժիմով։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը չգնար Պրահա եւ հիմա անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, դուք կասեիք, որ մեր մտածում են եւ ամեն ինչ գնում է։ Այո, սենց եթե սենց ճգնաժամային բանն է ստեղծվում, Իսրայելը մեր բանն է, Պարսկաստանը մեր հարևանն է, այդ շատ վտանգավոր process է։ Երկրորդ ով ասել Ադրբեջանը չի օգտագործելու այդ շանսը։ Դուք չգիտես ինչ պլաներ ունես, ինչու դու չգիտես ինչ որ պլաներ ունեն, որովհետև դու հետախուզություն չունես։ 70 կիլոմետր հեռու էլ Նախիջևանում զորավարժություններ են։ Այո, ամեն մի շաբաթ ադրբեջանցիք զորավարժություն են հասկացնում, 40 հատ ինքնաթիռ են առնում, ում դեմ են առնում։ Ու այս ծանր իրավիճակում ինչ որ ստեղծում է տարածաշրջանում, երկրի ղեկավարը իրավունք չունի բացակա։ Դուք էլ ասում եք, նայեք, եթե վարչապետը գնում է, չհասկանալու շատ դուրս process-ները ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, դուք էլ ասում եք, որ ներքին գործերի նախարար պիտի հասկանա, գլխավոր շտաբը պիտի հասկանա, պաշտպանության նախարար պիտի հասկանա, կամ չգիտեմ, մեր հետախուզության տոնորենը կամ ավտանգության հասկանում եք, Հայաստանում ստեղծել մանգապարտեզ։ Մենք
ինտելեկտուալ կենտրոններ չունենք, ոչ մի ինտելեկտուալ ինստիտուտներ չունենք։ Հիմա ամբողջ մեր կառույցներ, sense համակարգը այս գծով, ինչ որ ես նշել եմ, հիմա պիտի վերընկացնեն Պասկաստանի սահմանի մոտ։ Ու այդ նշումները պիտի վերցնեն Իսկ այդ օդային կարող է հետագայում տեղափոխվել ցամաքային ինչ որ հիմա ջուրով, բանով, դե առաքսել կա, բան կա։ Այսինքն դրանից է Մենք չգիտենք, երախտավորված այդ որ փայտացրել են, հիմա մենք տեսել ենք, որ ռակետներով խփել են ինքնաթիռները։ Իսրայելը օգտագործեց 200 հատ ինքնաթիռ։ Դա շատ լուրջ թիվ է։ Հիմա մենք չգիտենք ինչ հետևանքներ կունենա էկոլոգիայի առումով։ Ինչ հետևանքներ կարող է ստեղծվի։ Դրա համար ես առաջարկում եմ, եթե ներքին գործերի նախարար այդ գործերը այդ ծանոթի, այդ ինչ ինտելեկտուալ կենտրոններ, դրանք ոնց պիտի աշխատեն, ում հետ պիտի համագործակցեն, ուն առողջ պահության նախարարությունների հետ, այդ հասկանում եք, դա շատ ոնց ասեմ, դա մատրիցա է պետական, դա sense իմ համար այսքան հասարակ բանն է։ Ես համաձայն եմ, որ այսքան պիտի ասեմ։ Եթե ներքին գործերի նախարար պիտի հասկանա, ներքին գործերի նախարար, դա ոչ թե միայն կրիմինալական նարկոտիկները, չէ, ցավը տանեմ, դա ամբողջ ավանդանկությունն է, ներքին ավանդանկությունն է, ահացեն զբաղվում է ուրիշ գործերով, ինքը շիպիոններ է բռնում, գործակալներ է բռնում տարբեր դեսպաններին, որ աշխատում է, բայց գլոբալ առումով եթե վերցնենք, ներքին ավանդանկությունը, դա ներքին նախարարությունն է մեր, ոչ թե ահացեն ուրիշ գործով է զբաղվում, բայց այս նման գործերով ամբողջ աշխարհում, հենց ներքին նախարարությունն է զբաղվում։ Պարոն Պողոսյան, եթե հիմա փորձենք ամփոփել այն ինչի մասին խոսեցինք, Իսրայելը նախապես է պատրաստվել այս հարձակմանը, նախ սպասելով Թրամփին, հետո Իրանի ներսում ունենալով իր գործակալները, զոհերի մասին բարձրաստիճան սպաների դա ձեզ համար դեռ վստահելի չէ, քանի չկա պաշտոնական տեղեկատվությունը, դրանց մասին դեռ չենք խոսում, մեզ համար այնքանով է վտանգավոր, որ Ադրբեջանը կարող, ինչպես դուք եք ասում, այդ գաղտնի փաստաթղթերում մեր մասով արդեն կան որոշակի ծրագրեր, մենք պետք է պատրաստ լինենք, բայց ինչպես դուք եք ասում, պատրաստ չենք, քանի որ երկրի առաջին դեմքն էլ լուրջ չի վերաբերվել այս ամենին եւ ոչ թե պետք է լիներ Պրահայում, այլ պետք է լիներ Հայաստանում, իսկ Հայաստանի սահմաններին արդեն պետք է լինեին ուժեղացված ծառայություններ։ Այո, նորից ասում, եթե ստե համանչելու բան չկա։ Եթե չգիտեն կարող են հարցնել, եթե չգիտեն կարող են օգտվել։ Ես նորից ասում եմ, դրանք շատ մեծամիտ են նախ եւ առաջ շատ մեծամիտ են։ Ես մի հատ բան բացատրեմ, ասեմ ձեզ, մի հատ պատմեմ։ Նույն առաջի պատերազմի ժամանակ, հետո 20 թվականին, որ ես եղել եմ երկու գլխավոր շտաբի խորհրդական, դաժե նախագահ, եթե ինչ որ բան, խոսք ունենա, ինքը սա բաները չի կարա, չի հասկանա աշխարհում ինչա կատարվում։ Դեր համար խորհրդականներ ենք ունենում, որոնք։ Ես դաժե իրան խորհրդական չեմ եղել։ Ես եղել եմ գլխավոր խորհրդականի անվտանգության գծով խորհրդական, բայց նույն ժամանակ ուրիշ գործերով զբաղված եղել։ Եթե չգիտեինք ինչի համաչում հարցնել։ Բաներ է եղել, խոսք ունենանք, մենք համակարգում կարող մի բան չհասկանանք, խոսք օրինակ։ Կամ հասկանում ենք, բայց կասկածում ենք։ Բայց մենք գիտենք, որ այս գծով կա մասնագետ։ Գալիս զեկուցում են, գլխավոր խորհրդականին կամ նախագահային զեկուցում ենք, ասում ենք մարդ կա, լսենք։ Բանը չի եղել երբեք, կամ գլխավոր խորհրդական, կամ նախագահան, ասի, որ ինքը համակարգի մարդ չի, հետո ինչ խորհրդակցեմ, ինչ դեպքեր է եղել, եթե մարդ գալիս խորհրդակցում, մենք ասում ենք, իր այդ խորհրդակցում ենք ասում ենք, միգուցե վերցնենք մի անգամից։ Պետք է մեզ, պետք է։ Հենց հիմա պատրաստեք 10 րոպեից հետո մարդուն ծնվացա։ 10 րոպեից։ Նորից ասում եմ, մենք ոչ մի բան չենք ուզում, ոչ պաշտոն ենք ուզում, ոչ փող ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Բայց մենք պետության մասին ենք խոսում, մենք հայրենիքի մասին ենք խոսում, բան չեք հասկանում։ Հարցրեք, գանք, օգնենք, ասենք, ոնց այդ համակարգը պիտի համատեղ աշխատի։ Նույնը խոսք ունենա երկու գլխավոր շտաբ պետներ մեր մոտ։ Երկու ակադեմիա են ավարտել։ Երկու ակադեմիա, գեներալներ են, բայց բաներ կա, եթե ինչ որ բան պիտի խորհրդացեն, կանչում են ասում են, ինչ ես մտածում։ Ստե համանչելու բան չկա։ Նույն բաները եղել, որ ես մասնագետներ դրսից եմ բերել, ու շտաբը իրանց հետ քննարկել այդ հարցերի խոսք ունենալ։
հոգեբանական այդ մասնագետներին, փսիխոլոգներ բանակի համար։ Դրանք համակարգի մարդիկ չեն։ Մենք կարող ասենք ինչ իրավունք ունեն մտնեն գլխավոր շտաբ։ Բայց եթե մենք տենում ենք ինչ որ մի հատ մարդ կարա օգուտ բերի, մենք ասում ենք եկենք կենտրոններ ստեղծենք, այս անենք, այն անենք, անում ենք։ Դրանք շատ մեծամիտ են։ Դրանք մտածում եթե դարեն են նախարար, չգիտեմ, վարչության պետ, տոնորեն, չգիտեմ ինչ, դառնում են աստված, այդ ծեր կներեք։ Մենք 30 տարվա փորձ ունենք, ու այդ պետությունը մեր թիմն է ստեղծել։ Դուք շատ ցածր եք, որ sense մեծամիտ ելնեք։ Շատ էդի վտանգա դուք ճիշտ եք նշում։ Էդի շատ լուրջ բան է։ Թեկուս եթե դատապարտել են առողջարար գործարարությունը հայտարարությունը։ Թուրքիան, Ռուսաստանն այդ պատերազմն է սկսելու, մենք էլ պիտի ուշադրել լինենք։ Ես ասում եմ միշտ, 16 թվականից ասել եմ մեր արտաքին գործերի նախարարությունների նամակ եմ ուղարկել։ Ասում նայեք, Ռուսաստան սկսել է Թուրքիայի հետ հինգերություն անել։ Դրանք որ սկսում են հինգերություն անել, այդ նշանակում է մի հատ բան։ Մենք սկսում ենք տարածքեր կորցնել։ Իրան, Իսրայել, Ադրբեջան երկրորդ ճակատի բացման վտանգը կա։ Բա ոնց։ Մենք նայեք, մենք ամեն ինչ կարող ենք վերլուծենք։ Բայց քանի որ մենք հասկանում ենք, որ Պարսկաստան նույնիսկ այդ Զանգիզուրի պրոյեկտը հետ կապված էլ է խանգարում, բայց Իսրայելին իրանց մի հատ շատ պոպուլյար բան կա, ԶԼՄ բան, թերթ կա, կոչվում է Երուսալիմ Post։ Դրան գրում են, որ մենք պիտի օգնենք ադրբեջանցիներին, որ Սյունիքը վերցնեն, ամբողջ Սյունիքը վերցնեն սահմանը կտրեն։ Պարսկաստան հետ, Հայաստան, Պարսկաստան։ Երուսալիմ Post իրանց ամենամեծ ու ամենապոպուլյար թերթն է։ Հիմա մենք ոնց կարանք այդ շատ լուրջ չունենանք այդ ամեն ինչը։ Վարչապետը թե կացումն եք ունեն, այսօր դեռ կտեք հեծանի վա քշել։ Ինքի բանա չեմպիոն Միրադար էր ասում։ Իրական Հայաստանից կխոսեն։ Ես դրա համար ասում եմ, մենք գտնվում ենք ինտելեկտուալական առումով, որպես պետություն, ոչ թե չեմ ասում, մարդիկ կան, կարանք դեմեր ստեղծենք բան։ Այս առումով, այս գծով, ինտելեկտուալ գծով, մենք որպես պետություն, որպես համակարգ գտնվում ենք զերոյական վիճակում, զերոյական, ու դա շատ վտանգավոր է, դա շատ վատ հետևանքներ է բերելու։ Պարոն Պողոսյան, տեսեք Իսրայելը հայտարարում է, որ իրենց համար ապագայի համար նոր փուլ է բացվել եւ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի իրենց ապագայի համար ապահովեն անվտանգությունը։ Իրանը հայտարարում է, որ վրեժի ժամանակն է։ Այս դուք ասում եք, որ շարունակվելի, ինչպես եք տեսնում ելքը։ Նայեք, ես երկու կողմերն էլ կանգնած են հաստատակամ եւ երկու կողմ։ Ընդ որում աշխարհի մասին էլ խոսեցիք, այդ նույն աշխարհը Պաղեստինի հետ կապված աշխարհը Տրամպը եկավ ու աշխարհը ջարդեց։ Նույն ՄԱԿ-ում թեկուզ 99% ասում եք մեծատելությամբ է խոսում Իսրայելի հանդեպ, բայց ոչինչ չձեռնարկվեց։ Գազան մենք տեսնում ենք ինչ է։ Նայեք, բացի դրանից, այդ ՄԱԿ-ում երեք որ քննարկել են, որ Իսրայելը այդ գազի հետ կապված է եղել։ Ասում առաջի անգամ սա աշխարհը բացի Ամերիկային ու մի հատ քանի հատ մարտակերպ Բայց Նեթանյահուն կկանգնի արդյոք կկանգնեցնի այս ամենը, եթե լինի աշխարհի Իսրայելի նախագահը կկանգնեցնի այս ամենը, այսինքն նրա համար կարևոր կլինի աշխարհի միջամտությունը կամ աշխարհի կացունեն։ Դե դրա մասին է հա։ Չէ, բայց ուրիշ բան եմ ասում, այդ նշանակում է, դա շատ լուրջ բան է, եթե ամբողջ աշխարհը Իսրայելի դեմ է, հիմա բացի մի քանի հատ բան մարտակերպ պետություններ կան, որ քարտեզում էլ չեն երևում, ու Ամերիկան իրանց հետ։ Ուրիշ պետություններ չկա։ Մարտակերներ ու միասնական նախագծեր։ Դե հիմա Տրամպը դառնում մարտակեր։ Եթե ինքի Աննուսրայի բան հիմա Սիրիայում ասում է, ես ընդունում եմ որպես կառավարություն, պատկերացնում եք, այսինքն տիրորիստներին հաստատում են։ Ասում է, ընդունում եմ, հիմա դու ես վարչապետ կամ նախագահ, չգիտեմ ինչ զիբիլ։ Նույն Եվրոպա ասում է, ընդունում եմ։ Հասկա աշխարհը գժվեց։ Ռուսաստան ասում է Տալիբանը այլևս տերորիստ չեն։ Ես նորից ասում եմ, չկա sense բան, բայց ստեղ մի հատ բան պիտի կարևոր նշեմ։ Հիմա որ Իսրայելը առավոտվանից մինչև իրիկուն հայտարարություններ անում, որ այս ենք ոչասել, այն ենք ոչասել, վերջ անգամ որ հիշում եք, չէ, դրանք էլ ռմբակոծել են Պարսկաստանները,
ասեն այլևս խոպի միջոցներ չի մնացել։ Ես ում բան ասում, ասում եմ խոպի միջոցներ չկա, ցավոտ, դու ամեն անգամ ասում եք, որ խոպի միջոցներ չի մնացել։ Սենց ասեմ, այն ինչ որ հիմա հայտարարում է, ընդեղ ենք ոչ ասել, ստեղ ենք ոչ ասել, ընդեղ ենք ոչ ասել, չի համապատասխանում նախիվ առաջ։ Իսրայել, Պարսկաստանն էլ միամիտ պետություն չի, բայց այն ինչ որ Նատանզը դրանք խփել են, այդ որտեղ ատոմային կենտրոնը շատ մեծ, ամենամեծ ընդեղը։ Դա հաստատվում է, կա sense բան։ Դրա համար ես նորից ասում եմ, ներքին գործերի նախարար Իրան ճգնաժամային վարչության պետ, մեր գլխավոր շտաբի ՌԽԲԶ-ի զորքը, ԱՑ-ն, անվտանգության կարտուղար, ՌԱՏԱՊ, պիտի հավաքվեն ու այդ ռադիացիայի հետ կապված թեման պիտի շատ լուրջ քննարկեն։ Թեկուս խոսքի օրինակ կարող ոչ մի բաներ չի լինելու, բայց դուք որպես պետություն անպայման պիտի ուշադրություն դարձնեք ու հավաքում եք, քննարկում եք, գնում եք, ստուգում եք բոլոր դեպքերում։ Չկա, շատ լավ որ չկա, բա որ լինի։ Հետո ինչ եք ասել են ժողովրդին, հիշում եք, չէ՞, Չեռնոբիլի բան վտարի որ եղել է։ Դրանով խոճապ չենք տարածում մենք բնակչության մեջ։ Տեղից էլ մեր հասարակությունը շատ լարված է եւ ամեն տեղեկատվություն։ Էդի պետական մոտեցում չի։ Չկա sense բան։ Դու չես ասում կա sense բան։ Դուք ասում եք ես ստուգում եմ, ձեր համար եմ ասում, ժողովուրդը էլ կասի շատ շնորհակալ եմ։ Ժողովուրդը էլ հասկանում եք, սա որ Facebook-ում, YouTube-ում, Telegram կանալներում նստած ու դրանք տենում են Իսրայելի հայտարարություն անում։ Ես խփել եմ Նատանզա ատոմային կենտրոնը։ Ժողովուրդը մտնում է Google-ի մեջ, նշում է Նատանզա Հայաստան։ Դեռ նշած է 500 կիլոմետր մինչև Երևան։ Ով է կոչապս տեսում, մենք նույնը Իսրայելն է ասում։ Ինչու ընդհակառակ ժողովուրդը շատ կասի շատ շնորհակալ ենք, որ մեր մասին մտածում ենք։ Ես խոսքի օրինակ որպես հայոց ասում թքացնում ծեր արած գործերին։ Այդ ինչ եք անում, ոչ մի բան չեք անում։ Իմ մասին չեք մտածում։ Եթե խոսքի օրինակ վաղը թեկուս անպայման չտան գնան բան անեն, հայտարարեն, որ sense բան ենք անում։ Գնում են, ֆռում են ավտոներով, բռնում են, նայում են, աշխատում են, իր այդ քննարկում են, խոսում են, նախորդ պատրաստել են, բայց եթե խոսքը օրինակ նայում եք ռադիացիա դեպի գալիս է, այդ քամին բերում է մեր մոտ։ Այսինքն մենք կանգնած ենք թե էկոլոգիական աղետի առաջ, դա շատ կարևոր բան է ու այդ բաները կա։ Եվ թե անվտանգության հետ կապված կարող է լինել նաև սադրանքներ Ադրբեջանի կողմից։ Այո, տարբեր ինչ որ ասում տարբեր ճանապարհներով վտանգները կա։ Աստված տա ոչ մի բան չի լինի, բայց դու որպես պետություն դու չես կարող աստվածերը հույս տնես, որ ոչ մի բան չի լինելու։ Բա որ լինի, ինչ ես անելու։ Նորից ասում եմ, վարչապետին հորդորում եք հետ վերադառնալ։ Այո։ Եվ չմասնակցել ֆորումին, այլ լինել երկրում։ Այո։ Ինք իրավունք ունի այս ժամին, որտեղ sense բաներ կատարվում։ Գնա երկրից բացակայել։ Ես նորից ուզում եմ հիշեցնեմ, Չեռնոբիլում որ վտար ա եղել, ամս 26-ին ապրիլին, մարդկանց ասել են ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, մայիսին ամսի 1-ին դրոշներով, բաներով, մարդիկ դուրս են եկել, ուրախ բաներ անում, նույն Կիևում, նույն Բելարուսիայում։ Այն ժամանակ արդեն ոչ թե դու իրավունք ունես տնից դուրս գաս, դու պիտի Ուկրաինայից, Բելարուսից փախնես, բայց քանի օրից ասել են, քանի դրանից հետո մարդիկ հիմնադարձել են, ուռուցք են ստացել, երեխեք չգիտեմ երկու գլուխով են ծնվում, 4 ոտով են ծնվում, հետևանքներ եղել է, ու շատ ուժ հետևանքներ ա եղել, ու շատ ուշ են ասել ժողովրդին։ Հիմա ասում եմ, պետությունը նախորդ պիտի մտածի, այստեղ չկա չափ, չգիտեմ, պանիկայի հետ կապված չի, պետություն իրան գործանում է։ Ես չեմ ասում գնացեք տելևիզորով ասեք։ Ես ասում եմ որպես մասնագետ, ես այդ վտանգները տենում եմ։ Եթե դրանք չեն տենում, ուրեմն դրանք չեն համապատասխանում իրանատորներին։ Հեսա։ Բայց այն ինչ որ կատարվում է, եթե սեն շարունակելու է ու դրանից հետո Պարսկաստան, եթե տա, չգիտեմ, հիմա հələ չի տվել, շատ ուժեղ պատասխանն է տալու, այդ բերելով շատ ցանցեր հետևանքներ ու կարող է հակառակորդը օգտագործել այդ բանը ու մենք մտնենք պատերազմի մեջ։ Մանավանդ ես նորից ասում եմ, մի հատ բան կա։
Մենք 15 թվից իմացել ենք 16, որ գլխավոր շտաբում Թուրքիայում կա մի հատ մշակված պլան, կապված Հայաստանի հետ։ Այդ պլանը կոչվում է Ալտայ։ Այդ պլանի մեջ նշած է Հայաստանի դեմ մարտական գործողություններ։ 15 թվից այդ պլանը կա գլխավոր շտաբում։ Ու այդ պլանը ոչ մեկը չի ջնջել։ Եվ մտավախություն ունեք, որ այդ պլանը կարողանի գործի դնել։ Ես մի հատ բան ասեմ, Նիկոլ Փաշինյան ինչ կանել չի երկի Լուչիանո Պովարոցի նման, չէ, իրան երկի չի ասում, ուղղակի просто որպես երկիչ։ Միլիոն տարի Հայաստան կապրի, միշտ գտնվելու է պատերազմի ռիսկի մեջ, ռիսկային բաները։ Իսրայելը ինչ կանել կմնա, այս կանել միշտ ամբողջ իր կյանքը գտնելու է պատերազմի ռիսկի մեջ։ Հայաստան այն պետությունն է, որ պիտի միշտ պատրաստել է։ Նայեք նույնը Լյուքսեմբուրգը։ Իր մոտ սա բարեկամներ են, չէ, Լյուքսեմբուրգը։ Բայց բոլոր դեպքերում բանակը պահում է։ Չնայած բանակը շատ փոքր է 900-ի մարդ, բայց բոլոր դեպքերում դաժե Լյուքսեմբուրգն է պահում։ Իսկ եթե դու ասում ես ես վստահ եմ, միշտ ասել եմ վստահ եմ պատերազմը չի լինելու, արդեն մի քիչ այդ կրիզիսը անցավ, ասում է շանս ունենք։ Արդեն չի ասում 100% պատերազմը չի լինելու, գիտեմ։ Նախ եւ առաջ ինքի ոչ մի բան չկարա իմանա։ Երկրորդը իրան թիմի մեջ մարտել չկա որ կարա մի բան իմանա, ոչ ալցին, ոչ մեր արտաքին հետախուզության տոները, դրանք ոչ մի բան չգիտեն։ Ինչու, որովհետեւ մակային կանակը շատ քիչ է ու այս ուղղության վրա շատ քիչ փող են տրամադրում։ Ես ասում, խոսք ունենք մեր ԱՑ-ի բյուջետը արտաքին հետախուզության համակարգ մինիմում պիտի ունենան ԱՄՆ-ը 5 միլիարդ դոլար բյուջետ, մինիմում։ Դա մինիմալ եմ ասում։ Եթե հետախուզությունը չի աշխատում, ու հակահետախուզությունը չի աշխատում, ես ես ասում, եթե շատ ուժեղ ուշադրություն չես դարձնում, այսինքն որ մենք գանք, մեզ հաջողվի մենք գանք իշխանությունը վերցնենք, ես ԱՑ-ի ու արտաքին հետախուզության այդ համակարգը իրան մարդկային կանակը ավելացնելու 2-3-4 անգամ հետագայում ու բյուջետը լինելու համարյա թե բանակի բյուջետը, որովհետև հայ ազգը պիտի հասկանա, եթե այս կառույցները չեն աշխատում, այդ ես ասում վստահաբար, դա կլասիկա է, դա սենց ասեմ, 50% Հայաստանը արդեն պարտված վիճակում է, եթե հատուկ ծառայություններ չունեք, հաշիվի պետություն չունեք։ Դրա համար ամեն օր մեկ նկարներ ենք տենում, թուրքերը գալիս են նկարում են, սադրում են, գնում են, հայեր գժում են, չէ, այդ ոնց եք աշխատում, ինչ եք անում, բայց նորից ասում, դա միայն ԱՑ-ի գործ չի, ներքին նախարարությունները պիտի աշխատի, ու ամը մեր ժողովուրդը մենք, նայեք, հայեր սենց են ասում, դրսում դուք սա հետախույզ եք, դրսում, ներսում դուք սենց, սա հայեր հակահետախույզ եք, այսինքն մենք էլ պիտի օգնենք պետության, տերում եք թուրքա, նկարում է, սադրում է, էշ բաների անում, գալիս բրդում է, ոստիկաններին զանգում է, գալիս են բրդում են, փաթաթում տանում են, չկա այդ բանը, մենք չենք հասել այդ բանը, մարդը էլ է եկել հաց հաղորդում, թող նկարի, դրա համար ասում, վտանգներ կա, ու այս պահով պիտի փակ ու արագ տեմպերով հրատապ անվտանգության նիստ հասկացնեն, որովհետև դա շատ լուրջ պրոբլեմ է, այս բաները չկա Հայաստանում։ Նորից դիմում եմ ներքին գործերի նախարարին, ձեր ճգնաժամային վարության պետի հետ խոսացեք, մարդ ուղարկեք, այդ հոտը նայեն, ստուգեն այդ բաները, որովհետև Նատանզայում այդ համակարգ, այդ կենտրոնը, ատոմային, շատ լուրջ կենտրոնն է, ու ամենամեծ Պարսկաստանում։ Իսկ վնասների չափը դուք մոտավորապես գիտեք ինչքան է։ Ահագին կիլոմետրերով լինում, կիլոմետրերով, հալը տակից էլ ամոթնում, բաներ էլ կա, ռեակտորներ է դրած, ահագին բաներ է դրած։ Ու ես չեմ կարամ ասեմ, որ Իսրայելի էլ ասում, բայց մի քիչ ծանոթ եմ։ Պարոն Պողոսյան, երբ կկանգնեն երկու կողմերը, կա տարբերակ կանգնելու, թե ամեն դեպքում քանի սկսվել է
ինչպես դուք եք ասում, դեռ տարածում էլ կունենա։ Նայեք, Որ դեպքում կկանգնեցին, միշտ կարաս արդյոք վերլուծես պատերազմը երբ կարաս սկսի։ Իսկ երբ ավարտվի, շատ դժվար է ասել։ Եթե կավարտվի այն ժամանակ, եթե ամեն-մեկը կասի, որ ես հասել եմ իմ նպատակին։ ուկրաինական պատերազմը դա է ցույց տալիս, այդքան Ուկրաինա կորուստներով, պատերազմը այդքան շարունակելու է։ Մինիմալ հələ մի տարի կա, տարի կեսել։ Այսինքն դեռ այդ վերլուծությանը չեն հասել երկու կողմերը։ Չէ։ Նայեք, հիշում եք այդ Իրան Այնտեղ էլ են ասում, մի քանի օրվա պատմություն կլինի, այստեղ էլ են մեկ շաբաթի մասի խոսում կամ բացառված ավել։ չէ, որ Իսրայելի եւ Պարսկաստանի կողմից էդի կապիկությունն է։ Նու կապիկությունն բառը չեմ ասում, Շոու է, այ։ շոու է։ Ինչ որ խնդիրներ լուծելու համար։ Բացառված չէ։ Բայց նատանզը է վրա որ խփում են, այդ արդեն լուրջ բան է։ Լուրջ։ Նու ես շատ քիչ տոկոսներ եմ տալիս որ դա շոու, բայց նորից ասում եմ մեր անվտանգության հետ կապված մեզի պետք է որ Պարսկաստան անպայման իրան ատամներ ցույց տա։ Թեկոս խփի Ամերիկայի բազան, Իսրայելի իր մեզի պետք է որ այդ Հայաստանի անվտանգության համար է շատ կարևոր որ Պարսկաստան իրան ատամները ցույց տա։ Եթե Պարսկաստանը ատամները ցույց տվեց, մենք Կորած ենք։ կորած չենք, բայց լուրջ խնդրի առաջ ենք գալու։ Կաշխատեն այն պլանները, որոնք գրված են փաստաթղթերում եւ ինչպես Այո։ դուք եք ասում 14 թվականից կա Այո։ Այսինքն Ռուսաստան չկա, Պարսկաստան չկա, դու մնում ես արդեն Հնդկաստաներ կմտածի, ես ինչ մի տանի Պարսկաստանի հետ։ Հետևենք զարգացումներին, պարոն Պողոսյան, սա հերատապ հաղորդում էր, այսինքն չնախատեսված եւ տեսնենք ինչ իրավիճակ կստեղծվի, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։